2025 թվականի հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն Աբու Դաբիում բանակցում էին խաղաղության օրակարգի շուրջ։ Այսօր նրանք երկուսն էլ նույն Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղությունն առաջ մղելու համար։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է նրանց Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Զայեդ մրցանակի գլխավոր քարտուղար Մոհամմադ Աբդելսալամը, որ մրցանակի հանձնաժողովի անդամների հետ հունվարին Երևանում էր, նշել էր այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանը խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ, ավելի քան 90 երկրից։ It is important to strengthen peace. It will have concrete impact for that both in Armenia and Azerbaijan. Այսպիսի մրցանակ հանձնելու արարողությունը սկիզբ է առել 2019-ից Զայեդ կոչվում է ի պատիվ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի։ 15 երկրից 16 մրցանակակիրներին այսօր ավելացան Հայաստան Նիկոլ Փաշինյան անունները։ Prime Minister of Armenia Nikol Pashinyan. We need to agree who will be speaking first. Անհավանական այսպես տեղի ունեցողը բնորոշեց Հայաստանի վարչապետը։ Վերջին գրեթե 40 տարում երբեք չէիք տեսնի խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բառերը միասին, ու եթե միասին օգտագործվեին, դա կնշանակեր անհավանական մի բան։ Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ երկու կողմերի համար գալ եւ ընդունել մրցանակը։ Ադրբեջանի նախագահը պահը համարեց խորհրդանշական, մրցանակը պատմական։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք, հիմա ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, դա առանձնահատուկ զգացում է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ, մենք արագ ենք սովորում։ Մրցանակը թեպետ հանձնվում է երկու երկրի ղեկավարներին, բայց դա երկու ժողովրդի ձեռքբերումն է։ Վարչապետ Փաշինյանի ընդգծումն է, շեշտադրմամբ իրենք համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց երկու ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ հնարավոր է դարձրել պատմական այս պահը։ Հակամարտության ընթացքում շատերն են զոհվել եւ բազմաթիվ սքացող ընտանիքներ հետևում են այստեղ կատարվողին։ Նրանցից ոմանք կարող են այս իրադարձությունն ավելորդ համարել, բայց տառապանքների շարունակությունը սփոփանք չէ եւ հարգանք չի արտահայտում տառապածների հանդեպ։ Սպանությունների շարունակությունը սփոփանք չէ եւ հարգանք չի արտահայտում զոհվածների ու նրանց հարազատների հանդեպ։ Խաղաղությունը միակ սփոփանքն է բոլորի համար։ Խաղաղությունը մեծագույն հարգանքն է զոհերի հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալության հասցեատերը մարդիկ են, երկու երկրում ապրող։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք նրա վրա, ինչը չենք կարող փոխել, այլ պիտի կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ ու բարգավաճ ապագա կերտելու վրա։ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից հետո վերջին 6 ամիսները կարևոր էին երկկողմ հարաբերությունների զարգացման համար, տևական խաղաղության ուղղությամբ շարժվելու համար, հայտարարում է Ալիևը բեմահարթակից, ձեռքբերում համարում արդեն իսկ ձեռքբերված երկկողմ պայմանավորվածությունները։ Մենք ոչ միայն վերացրինք Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, այլև սկսեցինք արտահանել նավթային ապրանք Հայաստան, այսինքն սկսել ենք համագործակցել, ավելացնում ենք առևտրաշրջանառությունը, առավոտյան հանդիպեցինք իմ հայ գործընկերոջ հետ եւ քննարկեցինք ինչպես առաջ շարժվել։ Ալիևի դիտարկմամբ Հայաստանի ու Ադրբեջանի այս ձեռքսեղմումը պատերազմող երկրների համար պետք է լինի ճանապարհային քարտեզ։ Կարծում եմ մեր օրինակից պետք է դասեր առնեն, որպես ճանապարհային քարտեզ ընդունեն այն երկրները, որոնք դեռ պատերազմում են։ Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է չնայած երկար տևած հակամարտությանը եւ չնայած փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ երկու կողմերն ունեն ուժեղ քաղաքական կամք եւ երբ այդ խաղաղությանն աջակցում են բարեկամ երկրները։ Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որովհետև որոշումը կայացրել է դատավորների կոմիտեն, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ։ Այս մրցանակը հիմնադրվել է նորին գերազանցություն Ալ-Ալզհարի գերագույն իմամի եւ նորին Սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը, նշում է Հայաստանի ղեկավարը։
Մինչև այստեղ այս ծափողջուններին հասնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հանդիպել էր Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ, վստահեցրել մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կտա խաղաղության օրակարգին։ Արդեն մրցանակը ստանալիս երկու երկրի ղեկավարները շեշտում են խաղաղության մեկնարկային կետը օգոստոսի 8-ն էր Վաշինգտոնում Թրամփի ջանքերով ձեռք բերված համաձայնությունը։ Զայեդի մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու այս նշանակալի առիթով ես կցանկանայի խորին երախտագիտություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածությունն ու խաղաղության իդեալի նվիրվածությունը հիմնական գործոններն էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար, եւ հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակն ըստ արժանվույն շնորհելու արարողությանը, ինչին նա արժանի է։ Խորհրդանշական է նաև, որ Աբու Դաբիում անցկացվող Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությունից ուղիղ 7 ամիս առաջ այս օրերին Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից 1 ամիս առաջ երկու երկրի ղեկավարը Էլիա Աբու Դաբիում էին դնելու խաղաղության հիմնաքարը, առաջին երկկողմ հանդիպմամբ եկան համաձայնության, որը պաշտոնական տեսք ստացավ Վաշինգտոնում։ Մրցանակը ստանալու պատմական պահին հաջորդում է ընտանեկան լուսանկարը։ Բեմ հրավիրվեցին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ալիևի դուստրն ու թոռնուհին։ Իրինամ Կրչյան, Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։